քեզ բումբումի Ժպիտը կոտակի տոտաները բումբումի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Սիրո լցրու սրտերը ամենքի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Եթե որոշել եք ձեր փոքրիկի ծնունդը նշել տանը, դպրոցում կամ մանկապարտեզում, ապա զանգահարեք եւ ուրախ ծաղրացուներն ու հեքիաթի հերոսներն այցելելով ձեզ այն կդարձնեն հրաշքներով լի տոն։ Լավագույնը փոքրիկների մենք սիրով սպասում ենք ձեզ։ Ողջույն, ես Զենֆիրան եմ, այսօր ես ձեզ կսովորեցնեմ Ներսես Մարգարյանի Արև երգը։ Եկեք սովորենք առաջին տան բառերը։ Առանց ինձ տխուր են ծաղիկները, առանց ինձ տխուր են մանուկները, իմ լույսից փախչում են մութն ու ստվերը, իմ լույսից ծնվում է նոր կյանք։ Եկեք երգենք առաջին տունը։ Առանց ինձ տխուր են ծաղիկները, առանց ինձ տխուր են մանուկները, իմ լույսից փախչում են մութն ու ստվերը, իմ լույսից ծնվում է նոր կյանք։ Հիմա սովորենք կրկներքի բառերը։ Իմ շողերն անմար ձեզ բերում են վառ, տաքորեր, գույներ, լույսեր պայծառ, երկնքից անվերջ ես ժպտում եմ ձեզ, դե ասեք տեսնեմ, թե ով եմ ես։ Եկեք կրկներքը երգենք։ Իմ շողերն անմար ձեզ բերում են վառ, տաքորեր, գույներ, լույսեր պայծառ, երկնքից անվերջ ես ժպտում եմ ձեզ, դե ասեք Սովորենք երկրորդ կրկներքը։ Թե ձմեռ աշուն, թե ամառ գարուն, իմ շողից սրտերն են ջերմանում, ես արևն եմ վառ, գույներով պայծառ, իմ լույսից ծնվում է սեր նոր կյանք։ Հիմա երգենք երկրորդ կրկներքը։ Թե ձմեռ աշուն, թե ամառ գարուն, իմ շողից սրտերն են ջերմանում, ես արևն եմ վառ, գույներով պայծառ, իմ լույսից ծնվում է սեր նոր կյանք։ Մնում է սովորել երկրորդ տան բառերը։ Իմ ամեն մի շողը մի հեքիաթ է, իմ ամեն մի շողը մի նոր երգ է, իմ շողից ժպտում է ողջ եզերքը, իմ լույսից բարին է սկսվում։ Եկեք երկրորդ տունը երգենք։ Իմ ամեն մի շողը մի հեքիաթ է, իմ ամեն մի շողը մի նոր երգ է, իմ շողից ժպտում է ողջ եզերքը, Մենք արդեն սովորել ենք ամբողջ երգը, եկեք երգենք այն։ Since the
հեռուստադիտող բարեկամներ, ողջույն։ Մենք, այսինքն ես եւ Սելինը, շարունակում ենք ծանոթանալ եւ ձեզ նույնպես ծանոթացնել մեր քաղաքի զույգերի հետ։ Սարմինեն ու Գայանային հեշտության տարբերում եմ, որովհետև մեկը չարաճճի է, մեկը խելոք է։ Գայանեն բարի է, Արմինեն շատախոս է ու չար է։ Մանուկները շարշար են, նորից մտան դասարան, զանգից հետո լռություն, դասետալի դասատուն, պատմություններ է պատմում, գումարում ու բաժանում, զանգից հետո լռություն, դասետալի դասատուն, պատմություններ է պատմում, գումարում ու բաժանում։ Իմ բալիկները բնավորությամբ տարբեր մարդիկ, տարբեր էությամբ տարբեր են։ Մեկը աշխուժա, մեկը շատ ավելի հանգիստ, ավելի լսող, ավելի ընկալող, իսկ մյուսը ավելի աշխուժ, ավելի տղայական, ավելի շատ։ Շատ չեմ վիճում իրար հետ։ Վիճ առաջացնում է միայն, ասենք, գիտելիքի շատ ու քիչ իմանալը, Գայանեն ավելի շատ կարող է իմանալ, իսկ մյուսը վիճի ուղղելու պատճառով ավելի շատ։ Շատերը չեն տարբերում իրենց, իսկ մենք տարբերում ենք, ուսուցիչը անգամ չի տարբերում, իրան կարող է պահի տակ մեկը մյուսի տեղը հանդես գա ու ուսուցիչը չտարբերի։ Աշխատում ենք միշտ նույնը լինեն, աշխատում ենք նույն հագուստը կրեն, նույն նվերները ունենան, նույնը, տարբերություն չենք դնում։ Ես շրջիկ եմ, քաչրդիկ եմ, և համացակ, և ճարվիկ եմ, մեր անտառում կյանքս վկա, ինչպես արագ, վազող չկ։ Սոլան կծատկեց, ինք ցանկապեց, ցանկապացում, ցածարակի ծատկից։ Հովանես Թումանյան, ճապորդները, ակնարը միորդը, տուրը բարձացավ, որ ասխապ տեսնի։ Ծղրղը, քուչյախ, պեշ, կարող է դուք եմանաս, իս ճարատևնիչկո։ Ացրեց վերևից, բակու պատրաչանը։ Եզեք չգիտեմ, պատասխանեց քուչին։ Հապա միջև եվ պետք է ասպես մնանք, արի գնանք, տեսնենք աշխարհումս ինչ կա, ինչ չկա։ Շունն էլ համաձայնեց խոսքը մեկ արի ու փախան։ Գնացին, իրիկունը հասան մի անտառ, գիշերը մնացին այնտեղ։ Շունը պարկեց մի թփտակ իսկակ նոր բարձացավ մոտիկ ծառին, քնեցին։ Լուսադամին ակլորը կանչեց։ Ճղրղո, ճղրղո։ Միախպես լսեց ակլորի ձայնը։ Բայց սաղ տեղից դուրս եկավ այլած նախաճաշիկ։
մտածեց ծաղվեց ու վազեց։ Վարիլուս տանաներ ակլորի չես շինում ես կոմները։ Գնում ենք աշխարհ տեսնելու։ Պատասխանեց ակլորը։ Օր շտապան եք մտածել։ Քանի ժամանակ ես միտքան կնուկերը մանգալի ինչ լավ է պատայցի նեցար կարևոր չուշանան։ Լավ, ես մատան եմ։ Պատասխանեց ակլորը։ Տես թենկես, հետ համաձայն լինի, ցատիշներ գնանք, որտեղ ընկերը։ Ինձ փիտակ։ Մտածեց աղվես ու վազեց թփի կողմը։ Անկազրաշնը դուրս եկավ աղվես ու փախավ։ Ոնց փախավ։ Thank you.